Պարոն Կարագյոզյան, այսօր կրկին հավաքվել է քննչական կոմիտեի դիմաց, ինչ սպասելիքներ ունեք եւ առհասարակ նախկին օրերի այդ մուտք արած հանցագործությունների հետ կապված ինչ որ դրական տեղաշարժվեցնում եք։ Բարև ձեզ։ Այսօր այստեղ հավաքվել են մարդիկ, ովքեր օտարերկրյա կազմակերպությունների կողմից ենթարկվել են հարձակման եւ արդյունքում կորսել են գումարներ եւ այստեղ կարևոր է պետական պատասխանատվությունը մեր նախորդի վարած բողոքի ակցիաների արդյունքում մենք ֆիքսել ենք փոքր հաջողություններ ուղղակի քաղաքացիները ես արդեն հայտարարել էի, որ ենթարկվում են հալածանքների, որ հանցագործությունների մասին հաղորդումներ չեն ընդունվում, ունեցել են քաղաքացիներ, ովքեր լքել են երկիրը։ Մենք կարողացել ենք այս process-ի դեմը առնել, այսպես ասած, կանխարգելել այս process-ը, եւ մենք ունենք իրավիճակ, որ արդեն քաղաքացիները պատրաստակամություն ունեն խնդիրների մասին խոսելու։ Մենք կարող ենք եւ այսօր ես անուններ եմ հնչեցնելու թե որ քաղաքացիները եւ ինչքան գումարներ կորցնելով եւ ինչ իրավիճակում են հայտնվել որ լքել են երկիրը այո մենք փորձել ենք խնդիրը լուծել երկխոսության ճանապարհով եւ հասել ենք նրան որ ունենք պետական մարմինների կողմից հատկապես քննչական կոմիտեի կողմից ունենք կարծես թե պատրաստակամություն խնդիրը լուծելու նրանք խոստացել են որ գումարները կվերադարձվեն պարզապես ժամանակ է անհրաժեշտ օրենսդրական լուծումներ գտնելու համար ինչ որ մեխանիզմներ գտնելու համար սակայն մեզ ժամկետ չի նշվել ժամկետ չեն ասել դրա պատճառով քանի դեռ չկա ժամկետ հետեւաբար չկա լուծում եւ մենք չենք պատրաստվում ամբողջ կյանքում սпасել լուծումների դրա համար մենք այսօր պահանջելու ենք որ քննչական կոմիտեն հնչեցնի հստակ ժամկետներ թե երբանից սկսած են եւ ինչ մեխանիզմներով պետքա վերադարձվեն այդ գումարները ասեք լսում Պարոն Կարագյոզյան տեսեք քանի որ հիմնականում միջազգային ֆորմատով խաբեությունների զոհ դարձած անձիկ են ձեզ դիմել մեդիա փորձագետները եւ առհասարակ ոլորտի մասնագետներն ասում են որ դժվար է այդ հանցագործությունը բացահայտել քանի որ միջազգային մակարդակով հանցագործներ են այստեղ աշխատել եւ խորհուրդ են տալիս քաղաքացիներին անպայման բարձրաձայնել իրենց խնդրի մասին եւ դիմել ոստիկանություն ասելով որ հնարավոր է ժամանակի ընթացքում հանցագործները բացահայտվեն եւ այդ կերպ ձեր գումարները վերադարձվեն հիմա դուք ասում եք մեզ պետք է հստակ ժամկետ ասեն թե երբ կվերադարձվեն այդ գումարները իրատեսական համարում եք դա OS մեխանիզմը ինչպես պետք է լուծվի դուք ինչ սպասելիքներ ունեք ինչպես եք գտնում Նախ մենք ի սկզբանե դեռևս գլխավոր դատախազության առաջի ակցիայի ժամանակ մենք հայտարարել ենք որ չպետք է հանցագործությունների բացահայտումը կապվի քաղաքացիների ֆինանսական իրավունքների վերականգնման հետ որովհետև այս հանցագործությունները շատ նման են պատերազմի փաստորեն միջազգային ասված օտարերկրյա հանցավոր կազմակերպությունների կողմից հարձակում ա եղել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա, որի հետևանքով քաղաքացիները վնասներ են կրել եւ տուժել են։ Այս դեպքում պետությունը ունի պատասխանատվություն եւ պարտավոր էին ինչ որ կանխարգելել այս հանցագործությունները, չեն կանխարգելել հանցագործությունը, ինչը համակարգային ձախողման հետևանք է եւ դրա համար նրանք պետքա կրեն պարտադիր պատասխանատվություն իբրև փոխհատուցում պետքա տրամադրվեն այն գումարները որոնք ասենք օրինակ 2025 թվականի ընթացքում Հայաստանի քննչական կոմիտեն հայտարարել է որ Հայաստանի Հանրապետությունում գտել են 4 հանցավոր խմբերի ովքեր որ էլի միջազգային կազմակերպություններ են իբրև թե եղել Հայաստանում եւ նմանատիպ զեղծարարություններ իրականացրել են Հայաստանից եվրոպական մի շարք երկրներում։ Այդ գումարները հիմա բռնագանձել են եւ այդ հանցավոր խմբերը պատկանում են իրենց ներկայացնելով փաստորեն, պատկանում են միջազգային այս ցանցի ինչ որ մասնաճյուղեր։ Հիմա կան այդ գումարները գտել են, վերցել են այդ գումարները
Իբրե այդ գումարները ինչ են անում։ Նրանք հայտարարում են, որ այդ գումարները տրամադրում են պետությանը, իբրե վնասի փոխհատուցում, բայց չեն պատասխանում հետևյալ հարցին, թե որքան վնաս էր կրել պետությունը։ Ես ասեմ, որքան վնաս էր կրել պետությունը, այնքան վնաս, որքան էս քաղաքացիները։ Պետությունը, եթե պետությանը դիտարկենք առանձին սուբյեկտ, որը իբրե անկախ է եւ մեր հետ կապ չունի, բայց այդ պետությունը մենք ենք, այդ պետության քաղաքացին մենք ենք եւ վնասներ կրողը մենք ենք, հետեւաբար այդ գումարները պետքա տրամադրվեն քաղաքացիներին։ Էս է եղել մեր առաջարկած լուծումները, բայց նրանք դեռևս փնտրում են օրենսդրական, օրինական լուծումներ, թող փնտրեն, բայց այդ ժամկետները սահմանափակ են։ Այսինքն, եթե ոստիկանության կիբերհանցագործությունների բաժինը ժամանակին արձագանքեր, այս խարդախությունը չէր լինի ու կարող ենք արձանագրել, որ այս վարչությունը, այս բաժինը պարզապես անգործության է մատնված։ Ներքին գործերի նախարարության կիբերանվտանգության վարչությունը, գլխավոր դատախազության սեփականության իրավունքի պաշտպանության վարչությունը, քննչական կոմիտեի հատուկ կարևոր դեպքերի քննության վարչությունը, սրանց ձախողման հետևանքով են քաղաքացիները դարձել զեղծարության զոհեր եւ կրել հսկայական նյութական եւ ֆինանսական վնասներ։ Իսկ ժամկետի մասին ասելով, դուք նկատի ունեք ժամկետ նշեն, երբ կոնկրետ կվերադարձվեն գումարները, թե երբ կբացահայտվեն դեպքերը նաև։ Դեպքերի բացահայտումը նրանց օրենսդրական պարտականությունն է։ Քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը եւ քաղաքացիների իրավունքների վերականգնումը պետական պարտականություն է։ Երկուսն էլ նրանց պարտականությունն են։ Թող հաջորդաբար կատարեն, դժվար է, հեշտ է, պատերազմը շատ դժվար բան է։ Մենք ունենք պատերազմական իրավիճակ։ Քաղաքացիների վրա օտարերկրյա պետություններից եղել են հարձակումներ։ Այսօր ինչ եք պատրաստվում անել։ Այսօր պատրաստվում ենք, ուրեմն մեր բողոքի ակցիան եղել էր 2-3 օր առաջ, 2-3 օր ընթացքում մեզ դիմել են նոր քաղաքացիներ, էլի են քաղաքացիները, ովքեր դիմել են ոստիկանություններ եւ մերժվել են, ովքեր դիմել են քննչական կոմիտեի մարզային վարչություններ եւ մերժվել են, այդ քաղաքացիները ահազանգել են մեզ, մենք էլ հանցագործության մասին նորից հաղորդումներ ենք պատրաստել ու բերել ենք մուտք անենք քննչական կոմիտեում, քննչական կոմիտեում եւ գլխավոր դատախազությունում մեր արած հանցագործության մասին հաղորդումները ընդունվել են վարույթ, քաղաքացիներին ճանաչում են դժոխք, կանչում են ցուցմունքներ տալու, այսինքն առաջնորդվում են բնականon ընթացակարգերով, ինչը չկար մինչև մեր ակցիաները, ինչը պիտի լիներ դեռ վաղուց։ Այս 2 օրվա ընթացքում մենք էլի քաղաքացիներից ստացել ենք տասնյակ ահազանգեր, վեր ենք ածել դիմումները, ես հիմա դիմումները կընդունեմ, նորից հանցագործության մասին հաղորդումները կտանք, զուգահեռաբար այստեղ հարցում մենք պետք է անենք, այն քաղաքացիները, ում հետ դեպքերը տեղի են ունեցել 2021 թվականին, 2022-23 թվականներին եւ նախաձեռնվել են քրեական գործեր, այս քաղաքացիները քրեադատավարական օրենսգրքի համապատասխան տեղեկատվություն չեն ստացել պատկան մարմիններից, նաեւ հարցում պետք է մուտք անենք այս մասով։ Հիմա քաղաքացիները դեռևս հավաքվում են այստեղ, քաղաքացիներից ես կվերցնեմ հանցագործության մասին հաղորդումները, մուտք կանեմ եւ կսպասենք արձագանքի, որ նրանք հստակ մեր ժամկետներ ասեն, իսկ ձեր հարցի մասով ասեմ։ Մեզ հետաքրքրում է առաջինը քաղաքացիների իրավունքների վերականգնումը։ Այդ օրենքները իրանք կգտնեն մեխանիզմները, չեն գտնի մեխանիզմները, ես իրավապաշտպան եմ։ Ինձ հետաքրքրում են քաղաքացիների իրավունքները։ Ես թքած ունեմ այն բոլոր օրենքների վրա, որոնք չեն պաշտպանում մեր քաղաքացիների իրավունքները։ Թող ճղեն, թափեն, դեն նետեն այդ օրենքները, եթե այդ օրենքները անպիտան են եւ չեն պաշտպանում Հայաստանի Հանրապետության հարձակման ենթարկված քաղաքացիներին։ Պարոն Կարագյոզյան, նախկինում ձեզ դիմաց քաղաքացիները, ովքեր դիմել էին ոստիկանություն, նրանց վիրավորական արտահայտություններ էին հնչեցրել իրենց բարձրաձայնած խնդրի մասով։ Հիմա այս նոր մարդիկ, ովքեր որ նոր են միացել, նրանց շարքերում կան եւս այդպիսի քաղաքացիներ։ Հիմա կմոտենա ձեզ քաղաքացի, ես հիշում եմ քաղաքացիներին դեմքերով, իրանց գործերով,
կմոտենան եւ թող պատմեն նաեւ թե ինչ վիրավորական արտահայտություններ էին հնչեցրել եւ ոստիկանությունում եւ քննչականում քաղաքացիներին հուսալքել էին ասելով որ ներքին գործերի նախարարության տարբեր բաժիններում ասել էին որ միևնույնն է ձեր գումարները չենք գտնելու ոչ մեկն էլ չի ճարելու ինչ իմաստ ուներ այ գիտեք ում էին ասել ուր էր գլուխը ներողություն Մարատ ջան մի հատ մոտեցեք դուք պատմեք նախ ձեր գլխի նկածը նախ կորցրած ձեր գումարների չափը եւ հետո երբ որ դիմեցիք քնչական մարմիններին մարզային քնչական մարմիններին ձեզ ինչ ասեցին ուր է ձեր գլուխը այդ մասին խնդրում եմ ներկայացեք պատմեք երկու բառով